8 եւ Ստե հարցը նրանում է, ոչ թե հասկանում ենք, նայեք, Երևանից ասելը, մինչև ֆիզիկայի խաշմելու կար, հիվանդներ ունենք, որ կենտրոնից են գալի, կամ Կոմիտասից, կամ, չգիտեմ, Զեյթունից, Մանումենտից են գալի, այսինքն տվյալ մարդիկ ելի կանգնում են ֆինանսական բեռի առջև պարուսում են։ Հիմա ինչ եք առաջարկում, որ Երևանի ամեն շենքի մոտից դեպի Պրոշյան երթուղի լինի։ Չէ, ես տրամաբանությունը չեմ հասկանում, Տրամաբանությունը, որ Ինչ։ Երկար տարիներ ժողովուրդը օգտվել է 10-18 կիլոմետր, նայեք, օգտվելու համար այսօր ժողովուրդը վճարում է 150 դրամ, հիմա պլյուս 200 դրամ գումար ավելանում մի երթուղուց, այսինքն գնալ գալի 400 դրամ։ Մարդիկ ի վիճակի չեն, ոչ բոլորն են ի վիճակի, այսօր մարդկանց վիճակը մի քիչ առնել են պետք է, պարոն Սիմոնյան։ Իսկ մյուս բնակավայրերից այսօր որ փոխադրվում են Երևան, այդ նույն սխեմայով։ Ո՞ր սխեմայով։ Նույն սխեմայով, գործող սխեմայով, որ միշտ մարզային տրանսպորտից օգտվում են, գալիս են Երևան, Երևանից գալիս են։ Հիմա բոլոր տեղերն մարդիկ այդ վիճակի մեջ են։ Մի րոպե, էլի, մի րոպե։ Մեր բոլորս կան նայեք։ Խոսքը գործող երթուղիների մասին է։ Նույն Զովունիի մասով, եթե բանն ենք վերցնում, Կոտայքի մարզն ենք վերցնում, նույն ջրվեժի մասով եւ մնացած երթուղիների մասով բնակավայրերի, որոնք գալիս են Երևան, հետո Երևանում օգտվում են Երևանի տրանսպորտից։ Այդ քաղաքացիների շրջանում, բնակավայրերի շրջանում այդ նույն խնդիրները, որոնք դուք բարձրաձայնում եք, կարծում եք չկա, եւ կարծում եք այդ նույն խնդիրներին լուծումներ տրված չեն, այնպես եք ներկայացնում, որ ոնց կարծես թե Պրոշյանից զատ մնացած տեղերում տրանսպորտ գոյություն չունի, Պրոշյանում տրանսպորտ գոյություն ունի, եւ հիմա մենք այդ տրանսպորտն էլ ենք ուզում հետ քաշենք եւ որևէ այլընտրանք չառաջարկենք, բայց այդպիսի բան չկա։ Բնականաբար մնացած տեղերի հարցով մենք չենք խոսում իրավունք։ Իսկ ես կներեք, չէ, նոր բարձրաձայնեց գործընկերը մնացած տեղերի մասով, իսկ մենք պատասխան ենք տալի բոլոր բնակավայրերի, բոլոր բնակավայրերում քաղաքացիների տեղաշարժի մասով։ Եվ բոլորի դեպքում պետք է արդար մեխանիզմներ գործեն։ Եվ օրենքի շրջանակներում գործեն սխեմաները։ Դուք ասում եք, չէ, մեր դեպքում եկեք հետ քայլ անենք օրենքից, նախ ինչպես հետ քայլենք, դա հետ քայլ անենք հարց համար 1, երկրորդը մնացած բնակիչների դեպքում բա ոնց է լինելու։